Խնդրեմ Տիկին դատախազ, մինչև 20 րոպե։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, քանի որ եզրափակիչ ելույթների ժամանակ հնչեցին հարցեր, ես բնականաբար կանդրադառնամ հարցերին եւ բոլոր քաղաքական քննարկումները կթողեմ քաղաքական մարմնին։ Պարոն Եղոյան, ձեր հարցից սկսենք։ Ես եւ դուք կարող ենք ցանկացած կարծիք ունենալ քրեական օրենսգրքի որևէ դրույթի վերաբերյալ, բայց դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական մարմինը, որը նախադեպային որոշումներով կանոնակարգում է քրեաերևական նորմի կիրառությունը, դա Վճռաբեկ դատարանն է։ Եվ Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 24-ի որոշում ունի Քրիստինե Ջամալյանի գործով։ Ծանոթ եք։ Կարիքը կա բարձրաձայնելու։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեական օրենսգրքի նախկին հոդվածն է վկայակոչված 311 հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի օբյեկտիվ կողմի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանցակազմն առկա է նաև որոշակի գույքային առավելության դիմաց, սա կարևոր բառակապակցություն է։ Պաշտոնատար անձի կողմից կրկին կարևոր բառակապակցություն է իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու դեպքում։ Այլ կերպ պաշտոնատար անձի կողմից թեկուզ օրինական գործողություն կատարելու համար գումար պահանջելը կամ ստանալը նույնպես կարող է որակվել որպես կաշառք ստանալ։ Ես կխնդրեմ, որ դուք համաձայնվելով ինձ հետ բացեք միջնորդագիրը եւ բացեք զննությունը այն գրության, որտեղ որ անձը խնդրում է պատգամավորին իր լիազորությունների շրջանակներում աջակցել իրեն մի վարքյան, ես ձեզ հիմա էջն էլ կոնկրետ կասեմ, որ երկար չփնտրեք։ Ահա, եւ այստեղ պատգամավորը չունի լիազորություն ձևակերպումը առնվազն հակասում է ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 3-րդ հոդվածին, որտեղ պատգամավորի իրավունքների մեջ նշված է, որ պատգամավորը գրավոր հարցումներ անելու իրավունք ունի։ Պարոն Թունյանը հարց բարձրացրեց, թե արդյոք ցանկացած գրության համար մենք պետք է ենթարկվենք պատասխանատվության ոչ ու ոչ մի դեպքում։ Եվ եթե դուք նկատում եք, պարոն Աղազարյանը իր ելույթում անդադ ասում էր, որ ես դրա դիմաց ոչինչ չեմ ուզել։ Այսինքն այդ նյութական առավելությունն էր փորձում վիճարկել։ Դա իհարկե կոնֆրոնտացիա իրավունք ապահովելուց մենք կքննարկենք, բայց դուք որպես իրավաբան էլի գիտեք վստահ եմ, որ մինչև մենք անձին մեղադրյալի կարգավիճակ չտանք եւ իրեն իրավունք չտանք, որ ինքը իր դեմ ցուցմունք տալու իրավունքից օգտվի, մենք չենք կարող առերեսում անել, որովհետեւ վկայի կարգավիճակով անձը պարտավոր է ցուցմունք տալ, իսկ մեղադրյալի կարգավիճակով իրավունք ունի լռել։ Վկայի համար որոշակի բացառություններ կան, բայց շատ սահմանափակ։ Իսկ մեղադրյալի պարագայում ինքը կարող է լռի։ Եվ այս իրավիճակում նորից պատասխանելով ձեր մյուս հարցին, թե ՍԱՏՄ պաշտոնյային գիտենք, թե չգիտենք, գիտենք, դուք էլ գիտեք։ Եվ դա այն ժամանակ վստահաբար երբ որ անունը կբացահայտվի, բոլորից շատ հայտնի անձ է։ Անձը, որը որ ՍԱՏՄ պաշտոնատար անձ որպես վկայակոչվում է, եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Պարոն Գաբրիելյան, ինձ ասում է, որ դե հիմա դուրս գանք մի 100 հոգու հեռախոս սպասարկվելու է այս Բաղրամյանի ալեհավաքով։ Շատ լավ, իհարկե սպասարկվելու է, բայց դուք ուշադրություն դարձրել եք, որ իրանք զանգ են ունեցել այդ ընթացքում։ Դուք նկատել եք, որ այդ օրը առավոտյան Հովիկ Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, եւ Սլավիկի հեռախոսը սպասարկվում է այդ ժամանակ Արմավիրում։ Հետո երբ որ իրանք հանդիպում են, Աղազարյանը ինքն է զանգում Սլավիկին, այսինքն մենք չենք ասում, որ այդ պահին Բաղրամյան փողոցով անցնող բոլոր անձանց ում հեռախոսները սպասարկվել են իրար հետ կապ ունեն։ Չէ, մենք ասում ենք Սլավիկը չի ստում սրա մասին։ Պարոն Աղազարյանը հետաքրքիր թեզ է բարձրացնում, ենթադրում եմ դա իրենց պաշտպանական տակտիկան է լինելու, որ այդ տարբեր աշոտներ են։ Մեկը աշոտիկ է, մեկը աշոտ է։ Չէ, դա նույն մարդն է։ Եվ ինչքան էլ փորձեն այստեղ այդ բառախաղը ստեղծել աշոտ-աշոտիկ։ Եթե դուք նայեք իրենց հեռախոսային խոսակցությունների բառացի վերծանումները, որոնք ես ուղղակի բառապաշարը հարիր չի ազգային ժողովի ամբիոնից հնչեցնելու, ինչքան էլ մենք փորձել ենք, հա, ավելորդ բառերը մեջից բազմակետերով զտել, որպեսզի չվիրավորենք ոչ մի լսողություն։ Ամեն դեպքում այդտեղից ես համար պարզ կլինի, որ Սլավիկն ինքն ասում է, որ աշոտի ներկայությամբ Աղազարյանը չխոսեց։ Դրա համար ճիշտ է, որ աշոտը սպասի մեկ այլ տեղում։ Եվ հետո հետ է գալիս, ասում է այսքան թիվ ուզեց։ Եվ մենք հաջորդ օրը պատրաստ, եւ մենք այդ բառը ընդգծել ենք խոսակցության մեջ եւ վերցրել ճակերտներում։ Պատրաստ պիտի գնանք իրեն հանդիպենք։ Եվ հանդիպումը կայանում է։ Եվ հանդիպման առաջին զանգը Պարոն Աղազարյանն է հնչեցնում։ Բացի դրանից, երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր,
դրականապես ժխտում էր, որ ՍԱԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել, բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել։ Դրա մասին երկու падգամավորներն էլ բացրաձայնեցին իրենց ելույթներում։ Այսինքն այստեղ հատվածական եւ վերացարկված փաստական տվյալները իրարից որ ներկայացնենք, իհարկե ստացվում է, որ դե երկու հոգի իրենց համար խոսել են, չէ։ Երկու հոգի պայմանավորվել են, որ որոշակի առավելություն ստանալու դիմաց ազգային ժողովի падգամավորը պետք է իր պաշտոնեական լիազորությունները օգտագործի։ Պարոն Աղազարյանը շահարկում ասում է, այ հիմա դուք ինձ թույլ կտաք, որ քրեական հետապնդում հարուցեն, եւ դրանից հետո ինձ կտանեն ու կկալանավորեն։ Ես նորից պիտի հիշեցնեմ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը եւ ասեմ, որ որպեսզի ես կարողանամ ազատությունից զրկելու հետ կապված որևէ խափանման միջոց, այո, դուք պետք է թույլ տաք, եւ եթե տեսնում եք, ես ոչ մի նման միջնորդություն չեմ ներկայացրել։ Պարոն Թունյանը նշեց Վճռաբեկ դատարանի որոշման մասին։ Պարոն Թունյան, շնորհակալություն, որ որոշման մասին խոսելու հնարավորություն տվեցիք ինձ։ Ես խնդրեմ այնտեղ ուշադրություն դարձնեք, որ դատարանը արձանագրել է, որ խախտումը վերացվել է դատախազության կողմից։ Ուղիղ արձանագրել է։ Եվ նաև արձանագրել է, որ մեղքի հետ կապված որևէ դիտարկում չունի, որովհետև օբյեկտիվ փաստական տվյալներով, ներքին դիտման արդյունքներով է հիմնավորվում։ Պարոն Գաբրիելյան, դուք նշում եք ինչ եղան Չարչյանի եւ մյուսի գործերից, իսկ հիշեցնեմ քանի падգամավոր էին։ Արմեն Գևորգյանը դեռևս չկա այդ ցանկում։ Սեյրան Օհանյանն եւ վերաբերում էր Զորամասի, կհիշեք երասխմեկ Զորամասը։ Ասեմ ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 29-ին մենք նաեւ հայցով էինք մտել դատարան, որտեղ հիմնական գործը քրեական վարույթի շրջանակներում կրկին առաջինացյանի դատարանում քննության փուլում է եւ դատարանը անվավեր է ճանաչել Պաշտպանության նախարարի եւ անձի միջև պայմանագիրը եւ դրա հիման վրա ասել, որ դրան հաջորդող սեփականության իրավունքի գրանցումը եւս անվավեր է։ Դա նշանակում է, որ եւս մի փաստ, որ ես այստեղ չեմ եկել ժամավաճառությամբ զբաղվելու եւ ձեր ժամանակը խլելու։ Արմեն Չարչյանի վերաբերյալ գործը, որը վերաբերում էր հաց բերողին, հիշեցնեմ ձեզ, երկու փորձաքննություններին էր վերաբերում դատաբժշկական, որոնք հակասում էին իրար։ Արմեն Չարչյանը չէր համաձայնվել, որպեսզի վաղեմության հիմքով վարույթը կարճվեր եւ պնդում էր դատաքննության։ Հիմա դատաքննությունը ընթանում է։ Իդեպ դրմբաց դատաքննություն է, կարող եք հետևել։ Եվ այս պահին, քանի որ ես ենթադրում եմ, որ նման հարցադրում կլինի, առավոտյան ճշտել եմ, որ երկու փորձաքննությունների կեղծ լինելու վերաբերյալ հենց ապացույցների հետազոտման փուլն է, ինձ թվում է հետաքրքիր կլինի լսել այդ դատավարությունը։ Իդեպ Սեյրան Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ դատավարությունը բաց չի, որովհետեւ եթե հիշում եք, այնտեղ մի դրվագ կար, գաղտնի էր, այդ պատճառով միացվեց իրար, վարույթները գաղտնի են, դրա համար չեմ կարող ձեզ լրացուցիչ տեղեկատվություն տալ։ Եթե ինչ-որ մի հարցի մասին կմոռանամ ասել, խնդրում եմ ինձ հիշեցրեք հարցը, բայց ինձ թվում է բոլորը նշել եմ։ Պարոն Թադևոս Ավետիսյանը երեկ ասեց, ինչու անձը չի հարցաքննվել երկրորդ $23000 կաշառքի շրջանակներում։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասելու է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Դրա համար ես եկել եմ ստեղ առանց անձին ձեռք տալու, որովհետև այնտեղ ուղիղ տվյալ կար, $23000 եւ $300,000 դրամի հափշտակներություն կաշառքի վերաբերյալ, եւ այս պարագայում ես պիտի ստանամ կարգավիճակ, որպեսզի կարողանամ անձին եւ հարցաքննել եւ վստահաբար առերեսել։ Ինչ վերաբերում է չափերի հետ կապված, պարոն Գաբրիելյան, $8000 հանգամանքը ընդունում է պարոն Աղազարյանը, բայց մենք շարունակում ենք պնդել 23000-ի փաստը, որովհետև հակառակ դեպքում, եթե պարոն Աղազարյանը ճիշտ է ասում, որ ինքը տարվա ընթացքում, պարոն Եղվան, ներողություն եմ խնդրում, եթե տարվա ընթացքում փոխառություններ է վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը, պարտավոր է հայտարարագրի 8000-ը պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք եւ կապը կհիմնավորեք։ Մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Այսօր էլ ես եկել եմ կանգնել եմ այստեղ եւ ձեզ բոլոր փաստերը ներկայացնում եմ, որպեսզի հնարավորություն ունենաք ձեզ կարգավիճակով լսելու։ Ինչ վերաբերում է ավելի շուտ չգալուն, հարգելի падգամավորներ, պատվարժան падգամավորներ, ես այսքան ապացույց, որ վարույթի ընթացքում ձեռք եմ բերել, նախաքննությունը գրեթե ավարտված եկել եմ, դեռևս դժգոհություններ կան հիմնավորվածության, կապերի մասին, պատկերացնում եք, ես մի տարի առաջ գայի, երբ որ այս բոլոր գործողությունները արված չէր, միանգամից մերժելու էիք։ Իդեպ այդ նույն տրամաբանությամբ
որ անընդհատ քննարկվում է կալանքը որպես պատժիչ գործի կալանքը եւ այլն, հենց առաջինը դատախազությունն է շատ դեպքերում դեմ լինում կալանքը տանելուն ինչի, որովհետև դատարանները այդ փուլում սկսում են մեղքի հարց քննարկել։ Սկսում են այդ ապացուցողական բազայի շրջանակում ասել, որ հիմնավոր կասկած չկա։ Եվ եթե նկատել եք, ոչ մի падգամավորի վերաբերյալ գործով ես երբևէ կալանքի մասով որևէ հարցադրում ազգային ժողովի առաջ չեմ բարձրացրել, որովհետև մեզ համար այդ վերջին ամենալուրջ խափանման միջոցը այս գործերով կարևոր չի։ Մենք ունենք արդեն այնքան փաստական տվյալ, որ մենք կարող ենք այս գործերը ուղարկել դատարան։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի, հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այս առումով որևէ չասեմ, ճնշում բառը շատ ասեցիք, որևէ պարտականություն ձեզ վրա դնել, որևէ մեր պատասխանատվություն ձեզ վրա թողնել չկա։ Դուք եք այն մարմինը, որ մեզ թույլ եք տալի հետապնդում հարուցել։ Եթե այդ դրույթը չլներ, մենք հետապնդում կհարուցենք, կուղարկենք դատարան։ Ոնց որ անում ենք մյուս բոլոր գործերով։ Անընդհատ շահարկվում է, սա կգա հաղորդման ժամանակը կխոսենք արդարացման դատական ակտերի թիվը։ Գիտեք ինչքան է։ 1.8%։ Եվ ես մանրամասն կխնդրեմ, որ ծանոթանաք մեղադրանքի դրվագներին։ Մենք շատ ոչ իրավաբանական լեզվով ենք գրել եւ շատ փաստահեն թվերով ենք գրել, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի, թե դատարանները քանի գործ են այս տարի ավարտել։ 40% ավելի, քան անցյալ տարի։ Դա ահռելի ցուցանիշ է։ Եվ այս առումով կխնդրեմ, երբ որ մենք մեղադրանքի մասին ենք խոսում, հա, ես հասկանում եմ քաղաքական ամբիոնը, քաղաքական հարթակը եւ այլն, իհարկե սա շատ հարմար առիթ է, որպեսզի մյուս բոլոր մեղադրանքների վրա ստվեր գցենք եւ այլն, չմոռանանք, որ գործ ունենք փաստերի հետ։ Հիմա ես կարող եմ ծերից ծեր ընթերցել բոլոր ապացույցները, բայց չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Տրամադրված է 20 օր առաջ, տրամադրված է ամենայն մանրամասնությամբ։ Մեկ-մեկից քննադատում են փաստաբանները, ասում են դե արդեն պատրաստի մեղադրանքով ես գնում։ Չէ, հարգում եմ ազգային ժողովի ժամանակը, որովհետև ինձ հարցեր են տալիս, ես էլ այդ հարցերի պատասխանները պիտի ունենամ։ Եթե ես որևէ հարց մոռացա, խնդրում եմ ինձ այդ մասին ասել։ Իմ մոտ տպավորություն էր, որ չեմ մոռացել որևէ հարց։ Ինչպես։ Հա, պաշտոնատար անձին ինչու չենք հարցաքննել, որովհետև մեզ առաջին հերթին անհրաժեշտ էր հարցաքննել Հովիկ Աղազարյանին կարգավիճակով, հետո նորեն անձին, որովհետև կախված նրանից, թե ինչ կասի Հովիկ Աղազարյանը, կարող է նաև կասկածանքի կամ մեղադրանքի շուրջ մենք ստիպված ենք հարցաքննել, չգիտեմ, ենթադրում եմ նաև երկրորդ պաշտոնատար անձին, արդյունքում էլ հաստատ ցուցմունքները չեն բռնելու, ստիպված են կլնելու առերեսել։ Ինչու եմ առերեսում բառը անդադ պնդում, դա պարտադիր դատավարական գործողություն է, որը մարդու իրավունքների եվրոպական դատարանը պահանջում է արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից իրականացնել։ Մենք բազմաթիվ ընդդեմ Հայաստանի վճիռներ ունենք, որտեղ ասվում է, որ դու չես ապահովել անձի իր դեմ ցուցմունք տված անձին հարցման ենթարկելու իրավունքը, եւ մենք ձգտում ենք դա ապահովել նաեւ նախաքննության փուլում, որպեսզի կարողանանք ամբողջությամբ նաեւ դատարանում լսել եւ չունենալ խնդիր, որ նախաքննությունում չեք լսել, եկել եք դատարանում եք լսել։ Դա կոչվում է անձի կոնֆրոնտացիայի իրավունք։ Որևէ հարց մոռացա, հարգելի падգամավորներ։ Չենք առերեսել։ Մենք, հա, մի վարքյան, այն երկու անձինք մեր մոտ ունեն մեղադրյալի կարգավիճակներ, այդ թվում կաշառք տալու գործով։ Պարոն Աղազարյանը չի հարցաքննվել որևէ մեղադրանքի շուրջ։ Մենք պարոն Աղազարյանին այդ փուլում դեռևս որևէ մեղադրանքի վերաբերյալ հարց տալու հիմքեր չենք ունեցել։ Մենք հետագայում ենք զննել հեռախոսների տեղակայումները, հետագայում ենք տեսել, որ զանգերը համընկնում են, հետագայում ենք տեսել, որ պարոն Աղազարյանը եկավ վկայի կարգավիճակով ասաց, ես չեմ զանգել ՍԱՏՄ պաշտոնատար անձին։ Դրանից մենք տվյալ ենք ձեռք բերել, սուտ է խոսում։ Եվ երբ որ դուք ասում եք, որ մի դատված անձի ասածը հիմք եք ընդունում, Աղազարյանի ասածը հիմք չեք ընդունում, եթե ձեզ մեկը մի անգամ սուտ է ասում, դուք հետո նայում եք, արժանավատ եք համարում սուտը, մենք չէ։ Նախաքննությունում ամեն դեպքում չէ։ Եթե մի բան մարդ ասում է չի եղել, հետո բացում ենք, տեսնում ենք եղել է, հետո գալիս ասում է ինչ որ անհասկանալի բացատրություն, ասում եք սպասի։ Մինչև դու կարգավիճակ չունենաս, էլ քրեական դատավարությունում, իսկ այսօր գիտեք տեսագրվում են բոլոր հարցաքննությունները։ Եվ դրանից նաև դուրս է գալիս են բոլոր խոսակցությունները մեզ ճնշեցին, մեզ նեղեցին, մեզ չգիտեմ ինչ արեցին, դեսուդեն։ Հա, մոռացա։ Հարց հնչեց, թե մենք կարող է ճնշել ենք այս մյուս անձին եւ այս մի ամբողջ դրամատիկ օպերան կազմակերպել ենք, որպեսզի հենց Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրել։ Եթե նման որևէ ելակետ լիներ,
Այդ անձանցից որևէ մեկ արդեն հավատացեք բոլոր ատյաններում դրա մասին բղավել էր, ոչ թե գոռացել էր, որովհետև իրենք անցնում են շատ ծանր էլի կոռուպցիոն գործով։ Ավտոմեքենաների հետ վարորդական իրավունքների հետ կապված կաշառքներ տալու, միջնորդներ լինելու գործով։ Այս անձինք բնականաբար դա իրենց համար արհեստ է, այս տեսակ գործունեությամբ զբաղվել է եւ պատահական չի, որ նման անձանց հեռախոսներից է դուրս գալիս նման տեսակի տեղեկատվությունը։ Նորից եմ ուզում կրկնել, ձեր օրինական լիազորությունների հետ կապված ոչ մեկ երբեք իրավապահ մարմնից չի ասելու ինչի է կարել։ Վճռաբեկ դատանի նախադեպային որոշման իմաստով, եթե դրա դիմաց որևէ գույքային առավելության նույնիսկ խոստում եք տվել, Աղազարյանը երեք ենթադրաբար հեգնելով գլխով շարժում էր անում, հա, գլխով շարժումն էլ, ամեն ինչն էլ այսօրվա քրեական օրենսգրքի իմաստով համարվում է առաջարկն ընդունել։ Առաջարկը չընդունելու մի տարբերակ կա, երկու տառից է բաղկացած, ասում են ոչ։ Կնայենք, կտեսնենք, կանենք, եսի ինչ, sense բոլոր միմիկաները եւ ժեստիկուլյացիաները համարվում են առաջարկին համաձայնվել։ Ինքը հատված հանցակազմ է։ Հատված հանցակազմ նշանակում է, որ արարքը շատ կարճ է։ Էսա, եթե էլ ինչ-որ բան մոռացա հարգելի պատգամավորներ, հարգելի պատասխան չի կարող լինել Տիկին դատախազ։ Ինչպես։ Հարցը պատասխան չի կարող վերածվել։ Չէ, եթե մոռացա, ուղղակի խնդրում եմ հիշեցնել, որովհետև ամեն ինչ նշում եմ ստացել։ Մի երկու րոպեից եւս մեկ միջնորդություն ենք քննարկելու, կարծում եմ եթե Հա, եթե ինչ-որ բան մոռացած կլինենք, կխնդրեմ, որովհետև մենք շատ տարբեր թեմաներից խոսացինք հարգելի նախագահ, ես կուզեմ, որ մենք չմոռանանք ինչի մասին է նիստը, ինչ ենք քննարկում, որովհետև շատ հաճախ ես այդ փաստարկը լսում եմ, այ դու կարևոր հարցերը թողած, այ մեզ մեղադրանք ես առաջադրում։ Իմ գործն էլ մեղադրանք առաջադրելն է, եւ հետեւելը, որ այդ մեղադրանքը դատանում չփշրվի, ոնց որ դուք եք ասում, եւ հետեւել ոչ թե ռեպրեսիվ, այլ հետեւել իրավաբանությամբ։ Ու դրա ապացույցն է նաեւ պետական շահերի պաշտպանության ոլորտում բավարարվող հայցերը, հարց չի առաջանում, ոնց եղավ։ Պրոֆեսիոնալ ներկայացրած հայցերի հիման վրա։ Այսօր խոսալու միակ լեզուն դա է։ Շնորհակալություն։